Պատերազմի դաշտում ամեն մի վայրկյանն ինքնին փորձություն է ու կարող է վերջինը լինել։ Լինելով 4 ընկերներով միասին նույն տեղում, նրանք հանկարծ երևարվում են թշնամու կողմից, բայց նրանց անհայտ ուղղությամբ տանելու ճանապարհին մեքենան մի մեծ փոսում է հայտնվում, եւ Արտաշես Ալեքսանյանն ընկնում է քիչ այն կողմ գտնվող ճահճում։ Ճահիճի մեջ ընկա ես։ Պատկացեք, երկու կանանց հետ կանգնած են լույսերը գցել են այս ճահիճի մեջ։ Որտե ես կանգնած եմ, չէ՞, ասենք, այստեղից մի քիչ որ շարժվում եմ, այնքան որ կարողանամ շարժվել, ես կողմ եմ գալի, կանգնած այստեղի կրակում եմ։ Ու 3 անգամ տենց եղավ, դրանք որոշեցին որ սա արդեն կրակել են, ես չկամ էլ, բայց պատիվություն։ Ես կապա ձեռքերով ո՞նց է շարժվում։ Մի հատ ծառ կար, 4 ծառ էր, հիմա այդ ծառի փիչակի մեջ այնտեղ բան կա դրած, թուղթ կա դրած։ Այս 4 ծառ բախտերս բերեցել, որ այս 4 ծառի վրա այսպես քսեցի, բան արեցի, ձեռքերս, այդ պարանը կտրվավ էլի, ահավոր մութ։ Եղում դու ցենց անում եք, չեմ չի երևում սպիտակը։ Բան արեցի, սկսեցի, ես կրոնավոր չեմ, բայց հավատացյալ եմ, էլի։ Սկսեցի աղոթել, մեկ էլ ցենց ձեռքերով, այսքան մասը ձեռքերի։ Մեկ էլ լույս տվեց ինձ։ Ես անկախ ինձանից գնացի այդ լույսը։ Շատ հեշտ, հանգիստ։ Դե ոնց գնացի չհասկացա։ Մեկ, 2-3 անգամ գնացի ու էլ ասում Տեր Աստված, ասում եմ էլ չեմ կարող էլի։ Վերջի անգամ գոնե ասի բանանը, էլ արդեն գնում եմ, ծուզում եմ, բայց 3 անգամ շարժվել եմ, բայց արդեն ստերս հասել։ Մեկ էլ մի հատ քամի ելավ։ Այս սա եղեգները պարկեցին, ասեն ձեռս որ գցեցի, արդեն ցամաք էր, չոր էր։ Ու տեսա այն հերվում սպիտակ Պեգազին կանգնած, ձեռքերը ասեն թափ էր տալիս, այս սա եղեգները պարկեցին։ Որ չոր էր արդեն ջիմ էր, այդ ջիմից ձգեցի արդեն տեն ձգեցի հելա։ Գնացի դեպի ձին, Պեգասս անհետացավ մի հատ sense Պարիսպա մեծ բանով դռներով բանի։ Խփեցի դուրը։ Ներսից մեկը ասեց հայր եմ։ Ով է։ Ասի լավ է հայր եմ։ Թուրքիա չէ։ Ժամը արդեն 4 անց է։ Դուրը բացեց մի պապիկ։ Ասեց արի բալա ջան։ Գնացի տատին հետ թզով թեյ բերեց, թզով թեյ ասեց մի ինչ ա պետք է։ Ասի դե ինձ պետք է առավոտ շուտ հասնեմ, ասի Ստեփանակերտ, ասի բա շտապ հասնեմ։ Ասա դու գնամ դե պարկի հանգստացի, ժամը 6:30 ստերից մեքենա կգա քեզ կտանի։ Մտածես 5 անգամ հանդիպել եմ այն աներևույթ ուժերին, որոնք որ սովորական մականացուներ չեն տեսնում։ Դե հետո 5 անգամ էլ մահապորց ա եղել, այդ մահապորցից այդ աներևույթ ուժերն են փրկել։ Իրականում կյանքը պետք է ապրել արժանավայել, որը չի ընդունում ոչ մի դավաճանություն, չի ընդունում ոչ մի թշնաման։